Գույրից այն կողմ Կարպ Խաչվանքյանը բոլորովին այլ մարդ էր։ Սվետլանա Գրիգորյանը պատմում էր, որ ներկայացման օրերին նա թատրոն էր մտնում մռայլ ու քչախոս։ Նա չէր սիրում, երբ իրենից տոմս էին խնդրում կամ զգուշացնում, որ դահլիճում կարևոր հյուրեր կան։ Կարպի համար այդ կարևորները նշանակություն չունեին։ Նրա համար գոյություն ուներ միայն բեմն ու հանդիսատեսը։ Նա ասում էր. «Խաղալ չեմ սիրում, սիրում եմ, երբ ազատ եմ լինում»։ Կյանքում ես բոլորովին ուրիշ ներեցեք ինձ, ես տխուր մարդ եմ, ֆլեգմատիկ մարդ եմ եւ ուզում եք ինձ դատապարտեք, ուզում եք միք դատապարտի, ես չեմ սիրում բեմը, ես չեմ սիրում խաղալ, այսինքն լինել բեմի վրա ներկայացման ժամանակ, հանդիսատեսը սիրում է։ Բայց հենց հնչում էր զանգը, նրա մեջ տեղի էր ունենում մի անբացատրելի կերպարանափոխություն։ 1990-ականների սկզբին նրա հիվանդ սրտին նոր վիրահատություն էր պետք։ Գումարը աստղաբաշխական էր՝ $30,000։ Նրան ասում էին. «Ախր քեզ բոլոր մեծամեծները սիրում են, մի զանգով կարող ես հարցը լուծել»։ Կարպը շատ մտերիմ էր երկրի ղեկավար Կարեն Դեմիրճյանի հետ, ով ամեն անգամ նրան տեսնելիս ջերմորեն ասում էր. «Կարպ, դու չես պառավում»։ Նա կարող էր շատերից օգնություն խնդրել, բայց Խաչվանքյանն այդ տեսակը չէր։ Նա անգամ չէր թողնում, որ այդ հարցը քննարկվեր։ Փոխարենը նա ընդունեց Ամերիկայում խաղալու հրավերը։ Վատառողջ վիճակում տվեց 3 ներկայացում և սեփական աշխատանքով վաստակեց իր կյանքի գինը։ Նա վերադարձավ հաղթանակած, որովհետև իր տեսակով երբեք չպարտվեց։ Խաչվանքյանն ուներ մի զարմանալի հատկություն։ Նա երդվում էր, թե կյանքում ոչ մի բանաստեղծություն անգիր չգիտի։ Բայց բավական էր հագներ իր դերի զգեստը, և նրա հիշողությունը դառնում էր ֆենոմենալ։ Նա արգելում էր իրեն հուշել։ Հուշարարի ձայնը նրան խանգարում էր լինել անմիջական։ Այս տաղանդավոր հսկան նաև հրաշալի նվագում էր, առանց նոտաները իմանալու։ Անձամբ ես, երբ ուզում եմ բացատրել սեր, որևէ մեկին, ես ճիշտն ասած մեր մեջ, դա թող մնա, ես նվագում եմ սա եւ նայում եմ դեպի այն օբյեկտը, որին սիրում եմ։ Սվետլանա Գրիգորյանը ևս մի դեպք էր հիշում։ Միասին դիտում էին «Զուռնաչիներ» ֆիլմը, և էկրանին Սայաթ Նովայի մեղեդու տակ միշտ զուսպ ու հպարտ Կարպը լուռ արտասվում էր։ Նրա հոգին նույնքան նուրբ էր, որքան այն երաժշտությունը, որից նա հուզվում էր։ Այսօր ժամանակները փոխվել են, բայց Կարպ Խաչվանքյանի տեսակը մնում է որպես արժանապատվության չափանիշ։ Մարդ, ով մեզ սովորեցրեց ծիծաղել, երբ նույնիսկ իր սիրտն էր ցավում։ Նա գնաց թողնելով մի պատգամ. լինել մեծ արտիստ նշանակում է նախ և առաջ լինել մեծ մարդ։